Ովքեր են վերահսկում հայաստանյան մեդիայի բովանդակությունը։ Հայաստանի 42 ամենաազդեցիկ լրատվամիջոցները տիրապետող ընկերությունների եւ սեփականատերերի մասին տեղեկատվությունն այժմ հասանելի է բոլորին։ Այսօր գործարկվեց մեդիայի սեփականության մոնիթորինգ Հայաստան կայքը, որը տվյալների շտեմարան է։ Այստեղ տեղեկություններ կան ինչպես մեդիայի սեփականատերերի, այնպես էլ լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրների մասին։ Ինչու մենք որոշեցինք անել այս հետազոտությունը, տալու համար այն հարցի պատասխանը, որ կա անընդհատ շշուկների շրջանառվող ուրեմն տեղեկությունների մակարդակով, որ լրատվամիջոցը ումն է եւ այլն, եւ մենք փորձել ենք այս հետազոտությամբ քարտեզագրել լրատվամիջոցների լսանի տեսանկյունից ազդեցիկ լրատվամիջոցների սեփականության կառուցվածքը, այսինքն ովքեր են բաժնետերերը, ինչ մասնաբաժին ունեն, ինչ քաղաքական ու տնտեսական կապեր ունեն։ Հետազոտությունը Հայաստանում իրականացրել է հետքը մեդիայի գլոբալ ռեգիստր կազմակերպության հետ համագործակցությամբ։ Այն համաֆինանսավորվել է Freedom House Հայաստանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան գործընկերություն ծրագրի կողմից։ Ըստ հետազոտության Հայաստանում մեդիայի սեփականատերերի ցանկում կան ինչպես անհատ գործարարներ, այնպես էլ պետական կառույցներ, արտասահմանյան կառավարություններ, միջազգային գործակալություններ եւ քաղաքական կազմակերպություններ։ Յուրամատչելի եւ գրավիչ հարթակ տրամադրելն է մեր նպատակը, որ բոլոր քաղաքացիները իմանան եւ պարզեն ոչ միայն ում ինչ է պատկանում, այլև ինչ է դա նշանակում, ինչ փոխկապակցված շահեր կան այդ մարդկանց եւ ընկերությունների հետեւում, որոնք հանրային կարծիք են ձևավորում։ Հետազոտության տվյալները ձեռք են բերվել բաց աղբյուրներից։ Եթե դրանք հանրությանը հասանելի չեն եղել, ապա տեղեկատվությունը ձեռք է բերվել լրատվամիջոցներից ուղիղ հարցումներով, պետական հաստատություններից, քաղաքական գործիչներից եւ հետազոտական ինստիտուտներից։ Շատ երկրներում մարդիկ արդեն գիտեն ում ինչ է պատկանում, ով ինչի սեփականատերն է, ով ինչ է վերահսկում։ Բաներ կան, որ մարդկանցից թաքցնել չես կարող։ Այս պլատֆորմի միջոցով ամբողջ շուկայի մասին ինֆորմացիան մեկտեղվում է։ Իհարկե, այս ամենը բաց աղբյուրների վրա է հիմնված եւ այն կարող է նաեւ բացահայտել թերությունները ռեգիստրի մեջ եւ գրանցման համակարգում, որը մենք տեսանք Հայաստանում։ Ինչպես անել, որ լրատվամիջոցները ծառայեն հանրային, այլ ոչ թե մասնավոր քաղաքական կամ բիզնես շահերին։ Արդյոք մեդիայի թափանցիկությունը Հայաստանում պահանջված է։ Մեդիայի ներկայացուցիչներն ու ոլորտի մասնագետները այս հարցերն էին քննարկում։ Որքան որ մեդիան ապահովված լինի իր կարիքները հոգալու հնարավորություններով, այնքան ավելի ինքը ազատ կզգա եւ ավելի ազատ կգործի, որի արդյունքում կունենանք նաեւ ազատ խոսքի եւ ինչու՞ չէ նաեւ որպես թափանցիկ մեդիա։ Ըստ հետազոտության Factor TV-ն համարվում է մեդիադաշտի սակավաթիվ թափանցիկ գործող լրատվամիջոցներից մեկը։ Արձանագրման համար հիմք է հանդիսացել պաշտոնական էջում սեփականության վերաբերյալ ամբողջական տեղեկատվության պրոակտիվ կերպով հրապարակումը, տվյալների պարբերական թարմացումը։ Երբեմն ուղղորդումները, երբեմն մանիպուլյացիաները այնպես միաշերտ չեն արվում եւ հասարակությունը կարծում եմ իրավունք ունի իմանալու, թե ով է կանգնած այս կամ այն մեդիայի հետևում, երբ որ սպառում է այդ մեդիայի արտադրանքը եւ դա նրան հնարավորություն կտա արդեն ի սկզբանե ունենալ որոշակի տեղեկատվություն եւ վերաբերմունք եւ այդ մեդիա արտադրանքը սպառելուց այդ տեղեկատվության հիման վրա նաեւ եզրահանգումներ կատարել։ Իսկ արդյոք իրավական դաշտը եւ այսօր գործող կարգավորումներն ապահովում են մեդիայի գործունեության թափանցիկությունը։ Պրոակտիվ չէ մեր իրավական դաշտը։ Օրինակ, եթե դաշտում 2 կամ 3 լրատվամիջոց որոշել են միանալ, կամ մեկը ձեռք է բերում մյուսի բաժնետոմսերի մեծ մասը կամ որոշակ քանակը, իրենք պետք է նախորդ ՀՌՀ-ից կարգավորող մարմնից տեղեկացնեն իրենց նպատակի մասին եւ խնդրեն կարծիք, արդյոք ՀՌՀ-ն կողմ է թե դեմ նման համակենտրոնացման կամ ձեռբերման համար, ինչպես բաժնետիրական ընկերությունների մասին օրենքով։ Եվ եթե ՀՌՀ-ն որոշեց, որ դա կարող է վնասել բազմակարծությանը, ուրեմն այդ համակենտրոնացումը չի կարող տեղի ունենալ։ Ինչ հավելյալ լիազորությունների կարիք ունի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը իր գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար։ Մենք նախաձեռնության իրավունք չունենք օրենսդրական փոփոխությունների, մեկը դա է շատ դանդաղ ընթանում, մինչև հարցը հասունանում է, համապատասխան տեղերում մեր բարձրացրած հարցերը մինչև տեղ են հասնում։
Մեդիայի սեփականության մոնիտորինգ Հայաստան ծրագրի տվյալների բազայի վերլուծությունը ցույց է տալիս, որ մեդիան Հայաստանում հիմնականում պատկանում կամ ղեկավարվում է քաղաքականապես ակտիվ անհատների կողմից։ Առաջիկայում մոնիտորինգի թիմը շարունակելու է հետազոտել հայաստանյան մեդիան, պարզելու լրատվամիջոցների իրական շահառուներին։